Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես Newspress-ից եմ։ Ես ձեզ զանգահարել եմ Էջմիածնի միջադեպի հետ կապված, որի հետևանքով մահացել է 22-ամյա մի ետասարդ Պարքևը, ով մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին։ Նրա մայրը Տիկին Այդան հարցազրույց է տվել բավականին ծավալուն եւ մեղադրել ձեր եղբորորդուն, ինչպես նաեւ հնչեցրել մի շարք այդ մեղադրանքներ։ Ինչպես դուք դա կմեկնաբանեք, խնդրում եմ, եթե կարելի է։ Կներեք, ես երբևիցե հարցազրույց չեմ տվել, բայց փորձեմ պատասխանել ձեր հարցին։ Ես վճռի ծանոթ չեմ, տեսանյութը նայել եմ, եթե չխաբեմ, մոտ 20 րոպե առաջ, անկեղծությամբ նայել եմ։ Չգիտեմ, ով ոնց կմեկնաբանի, բայց տեսանյութը Այդա Գրիգորյանի խոսքերը, Պարքևի մամայի խոսքերը ինձ վրա ազդել է։ Որպես մարդ, որտեվ վերջի խոսում էր հայ մայր, ով իր որդուն է կորցրել։ Ոստեղ, գիտեք ոնց, լրի մարդկային տեսանկյունից, բացառապես մարդկային տեսանկյունից, ես խոնարհվում եմ իր որդու Շիրիմի առջև ու կապ չունի, որ ես հեռու բարեկամ եմ, ասենք, հանցանքի մեջ մեղադրվողին։ Դա ընդհանրապես այս պարագայում ոչ մի կապ չունի։ Տեսանյութը նայել եմ, իրոք ցավալի է, իմ համար, կոնկրետ իմ համար, որպես մարդ տեսակի համար, իրոք ցավալի է, երբ որ այ երիտասարդ է մահանում։ Ոմանք կհամարեն լիցի մեռություն, ոմանք կհամարեն, չգիտեմ, երեսպաշտություն, բայց ես իրոք ցավակցում եմ կնոջը։ Կարևոր ինքը կորցրել է որդի։ Ես ցավակցում եմ տվյալ տիկնոջը եւ իմ ցավակցելով այդ տղան ես ետ չեմ բերի, ես դա գիտակցում եմ այդքան ասելով։ Բայց իրականությունը լրիվ ուրիշ տեղ է, երբ որ տիկինը պատմում է, լրագրողը հարցեր է տալի։ Այս վերջերս հարաբերական ասելով այս վերջերս մի 2-3 օր առաջ համացանցում, ինչպես նաև Telegram-յան ալիքներում պատտվում էր թե սա նյութ։ Որտեղ բարձ երևում է, որ տվյալ կոնֆլիկտի պահին մեծամասնությունը տիկինը ճիշտ էր պատմում, որ ցեխաջրի պատճառով է եղել, ջուր շփելու պատճառով է եղել այդ կոնֆլիկտը։ Տեսանյութի մեջ, որը ես հիմա չեմ կարողանում գտնել համացանցից, որ ներբեռնեմ, հետո իմ Facebook-յան էջով հրապարակեմ, հա, ինչ կամ մեկ այլ YouTube-յան ալիքով հրապարակեմ, չեմ կարողանում գտնել այդ տեսանյութը։ Այսինքն տեսանյութի, որը նկարահանվել է շատ հեռվից, երևում է, որ տվյալ միջադեպի ժամանակ ներկա են 3 հոգի ընդամենը։ Սա առաջի հակասությունն է։ Ես զուտ մարդկային առումով ուղղակի ինքսի մեջ վերլուծելով սա ձեր հետ կիսվում եմ։ Տեսանյութի մեջ որ նայում եմ, նայել եմ, այսինքն երևում են 3 հոգի, հա։ Եթե տիկնոջ, կրկնում եմ, Այդա Գրիգորյանի ասելով ներկա է եղել նաև Արման Առաքելյանի մյուս տղաները, հա, ուրեմն դրամապարորեն պետքա տեսանյութի մեջ լինեին շատ մարդիկ, չէ՞։ Այո։ Առնվազն ու նաև տիկինն ասում է, որ ներկա է եղել նաև Հրաչյան, ով Պարքև Հակոբյանի, ով կոմայից դուրս չգալով մահացավ։ Պարքև Հակոբյանի ընկեր Հրաչյանը ներկա եղել։ Այսինքն տեսանյութի մեջ առնվազն 5 հոգի պետքա երևար։ Ես սա չեմ չէ դրամաբանում։ Զուտ ուզում եմ ինքսի հետ ոնց որ խոսամ։ Հա։ Այսինքն տեսանյութի մեջ երևում են 3 հոգի։ Տեսանյութի մեջ, նույնիսկ Արմլուրի հրապարակած տեսանյութի մեջ այն սկզբի մասում այդ տեսանյութից մի հատված կա, բայց արագ թերթում անցնում են, էլի, ասենք արդեն հարցազրույցի պահը, այսինքն տեսանյութի մեջ հստակ երևում է, որ ներկա են 3 հոգի այդ կոնֆլիկտի կամ, չգիտեմ, լեզվաբանական կռվի կամ հրմշտոցի կամ ինչ-որ այդ միջադեպի կոնկրետ այդ պահին։ Բայց ինքսի մեջ առանց արդարացնելու Պարքև Հակոբյանի մահը, որտեղ ես չգիտեմ էլի, մի անզգուշությամբ թե ինչ ոնց, տղան մահացել է, փաստացի, ու դա սուք է բոլորի համար։ Այն որ տղան մասնակիցել է Արցախյան կրկնվեմ երևի 44 օրյա պատերազմի։ Դրան հիմա կանդրադառնամ մի քիչ ավելի ուշ, եթե դուք ժամանակ ունեք։ Հետարքին էն է, որ տիկնոջ պնդմամբ եղել են նաև Արման Առաքելյանի 2 որդիները նաև այնտեղ։
Այսինքն զանգել է մեծ տղան, եկել են մյուս երկու որդիները, ես նման ձև եմ հիշում էլ, այլ եմ կրկնում 25 րոպե առաջ եմ նայել, կես ժամ առաջ մաքսիմում։ Տեսանյութի մեջ երևում են 3 հոգի, այն 2 հոգին ուր են։ Ես սա զուտ արտահայտում եմ իմ կարծիքը։ Ես չեմ ուզում ոչ մի կերպ իմ կարծիքը ինչ որ կերպ փորձել փաթաթել ինչ որ մեկի մտածելակերպին։ Իմ կարծիքը չեմ փորձում որ հիմք հանդիսանա քննչական կոմիտեի կամ Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգի համար։ Ես տրամաբանորեն ուղղակի փորձում եմ մտածել։ Իսկ իրականությունը իմ իմանալով ես եւս կարող եմ սխալվել։ Եղել է հետեւյալը, որ այո, մեքենայով անցնելուց ջուրա շփվե մեքենայի Զամուդից ջուր ցեխը որի համար Արման Առաքելյանի այն տղան Գոր Առաքելյանը ով հիմա ձերբակալված է, հա, կալանավորված, այս տերմինաբանությունը ծանոթ չէ։ Ձերբակալված։ Տվյալ տղային Պարքև Հակոբյան Երջանկայի շտակ Պարքև Հակոբյան։ Ես այդ տղու նկարին նայում եմ, համեր, որտեղ 44 օրյա պատերազմի ժամանակ ես հարազատ եղբայր եմ կորցրել, որ ով անցել է պատերազմի դաշտով, սա զուտ պոստսկրիպտում մնացել է կենթանի, բայց բենզինի պայթյունից մահացավ։ Հարազատ եղբայր եմ կորցրել։ Ուղղակի նայում եմ Պարքևի նկարին Լուսի պես տղա, ով ուներ դեռ շատ տարիներ ապրելու, ուրախացնելու իր ընտանիքին իր ծնողների հետ միասին։ Սա ասում եմ լրիվ անկեղծ։ Երբ որ ջուրը շփվեց մեքենայից ներս, իմ իմանալով եմ կրկնում, Գոր Առաքելյանն ասել է, ապեր մի քիչ ակուրատնի չես կարող քշես, հա։ Սենց էլի մոտարապես բառացի, հիմա ես չեմ կարող բառ առ բառ կրկնեմ։ Խոսակցությունը մոտարապես սենց է եղել։ Մի քիչ ակուրատնի քշելի, չասեին խոսքի օրինակ էլի 1000 ներողություն։ Կարելի է հնչել ախպերս ներող, հա, սենց փողոցային ժարգոնով արտահայտեմ, փողոցային բարբառով, հա, հասարակ բառերով։ Լավ, նե, ինադու չաս։ Ուման փակվեր կն Ես հաստատ եմ, Գոր, հաստատ, նո չէ շարունակի։ Բայց ընդ տեղի ունեցել Սլավեսնայ Պիրիպալկա, это на ռուսերենով, փոխադարձ ինչ-որ վիրավորանքներ, հա, մեկը մյուսի հասցեին, երկուսն տղա են։ Ու այդ պահին եղել է իրականությունը այնա, էլի եմ կրկնում, իմ իմանալ, որ Պարքև Հակոբյանին ներղերը տեղի է տվել ու դանակով հարձակվել Գորի դանակով այդ իրականությունը ինչու չեն լուսաբանում ժողովուրդ օրաթերթի լրագրողները այդա հիմար մնում է գախնիկ ու ես կողմ եմ տիկին Այդա Գրիգորյանի ասած տեսակետին որ Հրաչյան թող ցուցմունք տա որովհետև ըստ Այդա Գրիգորյանի խոսքերի Հրաչյան տեղում ներկա է եղել ու ըստ տեսանյութի իմ մտածելով երրորդ անձը, որ երևում է տեսանյութի մեջ, որ վազում է աջ, վազում է ցախ, այդ պահին։ Էդի Հրաչյանն է երևի եղել, իմ մտածելով, կրկնում եմ, երևի։ Երբ որ դանակով Պարքևը հարձակվում է Գորի վրա, տեսանյութի մեջ երևում է Գորը, որպեսզի թույլ չտա, որ դանակով հարվածեն իրեն, խփում է Պարքևին, բոքսով։ Տեսանյութի մեջ դա հստակ կա։ Դա ամեն ինչ կհետազոտվի, ես վստահ եմ։ Այդ ձայնագրությունները կբերեն, կնայեն եւ քննչական կոմիտեն, եւ չգիտեմ, էլի, մեր իրավապահ համակարգը կտեսնեն այդ ամեն ինչը։ Այսինքն, երբ որ լրագրողը օգտվելով տիկին Այդա Գրիգորյանի այդ ծանր հոգեվիճակից փորձում է ինչ-որ խաչաձև հարցադրումներ անել, ու Այդա Գրիգորյանը այնտեղ ասում է իմ տղային ծեծել են, խոշտանգել են։ Տեսանյութի մեջ հստակ երևում է, որ ընդամենը Գորը խուսափելով դանակի հարվածից, խփել է մի անգամ։ Այդ տղեն ցավոք սրտի ընկել է անց, որ գլուխը խփել է քարին ու ընկել է կոմայի մեջ։ Իմ իմանալով իրականությունը դա է։ Հետո կոմայից դուրս չգալով 13 թե 14-րդ օրը մահացել է։ Իսկ Գոր Առաքելյանը գնացել հանձնվել է ոստիկանություն։ Գոր Առաքելյանը շատ է նման շիփախ է երկրից։ Գնացել ասել է, սենց բան է եղել։ Թե ինչ են հիմա այդն մեկ այլ տեսանկյունով հոլովում,
այդ դեպքը ես իմ համար մնում եմ մութ, քանի որ երևի վերջնագբանի համար ես երևի մի թեմա էլ անդրադառնամ, տեսանյութի մեջ Տիկին Այդա Գրիգորյանը կրկնում եմ, ցավակցում եմ տիկնոջը, զուտ մարդու առումով խոսում է Արմանի մյուս տղայի մասին, ով եւս սերբակալվել է ժամանակին, հա, դրա մասին էլ է խոսում։ Բացատրողնվ է, գործը կոսկվել է։ Գիտեք ոնց շատ-շատերս մենք հայերս 2018 թվականից ի վեր ըստ մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հա, մեր բոլորիս վարչապետ, մենք սիրենք նրան թե չսիրենք, նա մեր վարչապետն է հանդիսանում, չնայած ամենակոշտ քննադատությունների արժանանում իմ կողմից, կոնկրետ իմ։ Մեր երկրում այլևս չկան վնգստացող դատավորներ։ Ես ցիտում եմ Նիկոլ Փաշինյանին, հա։ Ու եթե մեր երկրում տիրում է արդարադատությունը, նշանակում է գործը չէր կարելի կոսկել, եթե լինեին հիմքեր։ Եթե լինեին հիմքեր Գուրգենին ձերբակալելու։ Բայց միակ բանը, որ ես կարամ ավելացնեմ, այս հարցազրույցի վերջում, չնայած կյանքիս մեջ առաջին անգամ հարցազրույց տալի, անկեղծությամբ եմ ասում։ Ես վստահ եմ մի բանի մեջ, որևիցե մեկը երբևիցե չի կարող ասել ու պնդել, առավել եւս ապացուցել, որ Արման Առաքելյանի որևիցե մի տղա, որևիցե մի կռիվ ղալմաղալի ընթացքում դիմելա դանակի օգնության կամ զենքի օգնության։ Իրանք իրանց կռիվ ղալմաղալը խոսքի օրինակ եմ ասում։ Միշտ իրանք հույսը դրել են իրենց ձեռքերի վրա։ Այսինքն, երբ Արման Առաքելյանի տղաները ներկայացում են որպես խուժրաններ, ես համաձայն չեմ այդ տեսակետի հետ։ Խուժրանը է դանակ, զենք, ես տենց եմ հասկանում։ Չնայած դա էլ է պայքարի միջոց, չեմ ուզում քննադատել այդ կատեգորիայի այդ մակարդակի մարդկանց, բայց դրա մեջ վստահ եմ, որ Արման Առաքելյանի ոչ մի տղան, Գուրգենը, Վալերիկը եւ Գոռը երբևիցե ոչ մի կոնֆլիկտի ժամանակ չեն դիմել ոչ դանակի օգնության, ոչ զենքի։